Սա միայն նկարում չէ։ Բերանփակելու ժամանակներ ենք ապրում։ Վերցրել են խուլիգանություն հոդվածը, լայնացրել են, կիրառում են այն ռեզինից ավելի մեծ ռեզինի նման։ Փաստաբանն հազանգում է Հայաստանի իշխանությունը քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը խուլիգանությունը ձևել, խեղել, խոսքի ազատության սահմանափակման գործիք է դարձրել։ Խուլիգան են հռչակում այն մարդկանց, որոնք համարձակվում են իշխանությանը հրապարակային քննադատել։ Սա կոնկրետ անձանց հարց չի, սա կոնկրետ ոչ Վազգեն Սաղաթելյանի հարցն է, ոչ Նարեկ Սամսոնյանի հարցն է, սա բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջ բնակչության խնդիրն է, որովհետև եթե թույլ ենք տալիս, եթե դատարանը թույլ է տալիս այսպիսի լայն մեկնաբանություն խուլիգանություն հոդվածի, ցանկացած քննադատություն ի վերջո կհասնի նրան, որ կլինի բանտարկություն։ Չկա հստակ վիճակագրություն, թե ՔՊ-ի կառավարման տարիներին քանի մարդ է անցել ու անցնում խուլիգանության հոդվածով։ Ըստ փորձագետների այլ բան է հստակ, թե քրեական, թե քաղաքացիական, թե վարչական իրավախախտումների օրենսգրքերի, թե զանգվածային լրատվության պետական գաղտնիքի մասին օրենքների փոփոխությունները սահմանափակել են ազատ խոսքը։ Փաշինյանական Հայաստանում քրեական գործեր են հարուցվում անգամ գրառումների համար։ Ու ոչինչ, որ նույնիսկ եվրոպական դատարանն է Եվրոպա ձգտող ՔՊ-ին հիշեցնում։ Խոսքի ազատությունը պաշտպանում է նաև սուր վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունները։ Պետությունը չպետք է օգտագործի քրեական հարկադրանքը քննադատությունը պատժելու համար։ Հանրային կարգը չի կարող լինել բացարձակ ամեն ինչ կլանող հիմնավորում։ Հեռահաղորդակցության միջոցներն օգտագործելով 4-ից 8 տարի ազատազրկում։ Ծանր հանցագործության հետ գործ ունենք։ Ավելի պարզ ասած, խուլիգան ծանր հանցագործ է համարվում նա, ով ասենք հայհոյել է ուղիղ եթերում։ Նշանակություն չունի այդ ուղիղ եթերը իր նախաձեռնությամբ է, թե պատահականություն։ Վահագն Չախալյանի գործը վկա։ Ըստ մեղադրանքի կամք նախաձեռնության ղեկավարը 2024 թվականի մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ քաշքշել ու հայհոյել է այն քաղաքացուն, որը անհամաձայնություն է հայտնել բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ։ Բացի այն, որ խուլիգանություն հանցագազմը ռեզինի պես կիրառվում է որտեղ որ կցանկանան, դրա ծանրացնողն էլ ասխալ կիրառվում։ Ինքը չի մտել ուղիղ եթեր եւ թքած ունենալով հասարակության վրա ինչ որ հայոյանքներ հնչեցրել։ Չի արել այդպես բան։ Ինքը քննադատել է կոնկրետ գործողության ժամանակ ինչ որ ակցիայի մասնակցել, կողքից եղել է ուղիղ եթեր։ Ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ։ Կապ չունի, կունենա, մարդ լինի, հոդված կգտնվի, հոդված չլինի, խուլիգանությունը կա ու կա։ Փաստաբանը այս պարզ նախադասություններով է բնութագրում Փաշինյանական Հայաստանը, որտեղ իշխանականներն անընդհատ բողոքում են ԽՍՀՄ-ից, բայց տարածում են խորհրդային ամենավատ բարքերը։ Եթե չկա որևէ այլ հոդված, որ կարելի է մարդուն նստացնել, խուլիգանությունը կգտնի, որովհետև ոնց էլ չլինի, այդ մարդը մի հատ գոռացած կլինի, մի հատ հայոյած կլինի, մի բան արած կլինի։ Այն ինչը բանտարկության թեմա է ընդդիմադիրների համար, Տիգրան Ավինյանի ասած, ապերավատ լնողներին է։ Ապերավատ է իշխանականների դեպքում։ ՔՊԱ-ականները ապահովագրել են նաև իրենց հայհոյանքը, հակառակ դեպքում ինչպես հասկանալ։ Ճաղերի հետևում չէ Facebook-ում դոմփելով խոսող վարչապետը։ Ճաղերի հետևում չէ նրա ենթակա քաղաքապետը, Տավրոս Ափեյանը մայր տաճարի պատերին մագցած էր հայհոյում։ Հոգևորականներին, որ փորձում էին կանգնեցնել Սափեյանի ու նրա խմբի ներխուժումը մայր տաճար։ Մայրաթորի տարածքում Սափեյանը շալվար իջեցնելուց էր խոսում, մի քիչ սիրումների համար պատրաստ է։ Հայլուրը հարցրել է, բոլորովին վերջերս չհայհոյելու խոստում տված, էթիկայի կանոնագիր կընդունած ՔՊ-ին, գոնե Թալինի քաղաքապետի նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց կիրառելու են, դեռ լռում են Փաշինյանն ու նրա թիմը։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։